Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, անչափ շնորհակալ ենք այս հանդիպման համար։ Այս օրերին, այսօր ընտրարշավի 15-րդ օրն է։ Մենք ամբողջ Հայաստանի տարածքում փորձում ենք հանդիպել մեր քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, ներկայացնել մեր մոտեցումները, մեր տեսլականները։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ծանր անվտանգային մարտահրավերների առջև։ Մեր երկրում 1.300.000 մարդ ապրում է սոցիալապես անապահով վիճակում, այսինքն աղքատ են, շաբաթական մեկ անգամ չեն կարողանում մսով ճաշ ուտել։ Այս խնդիրները լուծելու փոխարեն, այս խելագարը ռուպը վերցրել անգելա փողոցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջարկում է հետևյալը. Քվեարկեք ինձ, որ Ռոբերտ Քոչարյանին բանտ նստեցնեմ, քվեարկեք, որ Ծառուկյանին կամ Սամվել Կարապետյանին բանտ նստեցնեմ։ Ժողովուրդ, այս 3 մարդկանց ինքը արդեն մեկ անգամ Քոչարյանի պարագայում 3 անգամ ապօրինի որոշմամբ կարողացել է բանտ նստեցնել։ Ձեզանից որևէ մեկի կյանքում դրանից հետո որևէ լավ բան տեղի ունեցել է։ Արմավիրում գյուղատնտեսությունն է զարգացել, ձեր կյանքն է բարելավ է դրանից, Հայաստանի անվտանգությունն է ավելի լավ եղել, ինչ է եղել, ոչի բան։ Այս մարդը ձեզ ասում է, եկեք ինձ քվեարկեք, Հայաստանից կան տարածքներ, որ պետք է հանձնեմ։ Արցախը հանձնելուց, Հայաստանից 200 կիլոմետր քառակուսի տարածք հանձնելուց հետո ձեր անվտանգությունը բարելավեց, դուք ավելի արժանապատիվ ու ավելի լավ սկսեցիք ապրել։ Երրորդը, ասում է եկեք ինձ քվեարկեք, որպեսզի շարունակեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակումը։ Ինքը արդեն այդ process-ը վաղուց սկսել է։ 4 սրբազաններին կալանավորելուց, որից 2-ը դեռ կալանքի մեջ են։ Եկեղեցին թիրախավորելուց հետո ձեր կյանքում որևէ դրական բան փոխվեց, մեր երկրում քրիստոնեական արժեքների, հոգևոր կյանքի առհասարակ ինչ տեղի ունեցավ։ Հիմա Ժորժ ջան, 8 տարի այս նույն տեքստերն է ասում ես խելագարը։ Նորից եկե այս խնդիրները մեր երկրի առջև կանգնած լուծելու փոխարեն, ասում է քվեարկեք, որ այս process-ը շարունակեմ։ Մեր առաջարկը հետևյալն է. Ինչ ենք մենք այս խելագարության այլընտրանքը մեր որն է։ Մենք ասում ենք սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք ձեզ, կոչ ենք անում, պահանջում ենք, հասկացեք, գիտակցեք այն մարտահրավերը, որ կանգնած է մեր երկիրը դրա առաջ։ Օգնեք մեզ, ազատվենք այս չարիքից եւ կառուցենք անվտանգ ու մրցունակ Հայաստան։ Պատրաստ եք ժողովուրդ։ Ժորժ ջան, մենք ասում ենք ի վիճակի ենք կառուցել անվտանգ Հայաստան։ Հայաստան, որը կունենա մարտունակ, սպառազինված ժամանակակից բանակ, որը վիճակի կլինի պահպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ ձեր անվտանգությունը։ Մենք ասում ենք կարող ենք ստեղծել մրցունակ Հայաստան, որտեղ պետական ինստիտուտները ի վիճակի կլինեն հաղթահարելու մեր առջև կանգնած մարտահրավերները։ Մենք առաջարկում ենք ձեզ ստեղծել հայկական ինքնության հիման վրա ազգային պետություն, որտեղ հայ առաքելական եկեղեցին, մեր մշակույթը, մեր լեզուն, մեր անցյալը, մեր ավանդական արժեքները լինելու են առաջնահերթություն եւ մենք դրանից չենք հրաժարվելու։ Մեր պլատֆորմի հիմքում դրված է համահայկականությունը, որտեղ ասում ենք, որ Սփյուռքը ռազմավարական ներուժ է, հայկական պետականության շինարարության մասնակիցը, պետք չի Սփյուռքը հեռացնել Հայաստանից, այլ ընդհակառակը պետք է ներգրավել մեր պետականության զարգացման եւ կառուցման գործին։ Մենք ունենք այն ծրագիրը, որը ի վիճակի է երկիրը այս իրավիճակից դուրս բերելու։ Ընդամենը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից հասնում է հունիսի 7-ին մասնակցել ընտրություններին, մերժել այս չարիքի իշխանությունը, հրաժարվել ՔՊ-ի այրյունոտ մահվան պատերազմի քվեաթերթիկից եւ ընտրել համար Ուրեմն սիրելի ժողովուրդ,
Հունիսի 7-ին համար Հունիսի 7-ին համար Միասին կեցեք, վստահ եղեք, կարող ենք։ Այժմ խոսքը տրամադրում եմ ազգային ժողովի պատգամավոր ձեր եւ մեր բոլորի սիրելի Ագնեսա Խամոյանին։ Խնդրեմ։